Հայաստան 300,000 ադրբեջանցի կգա, մինչ Հայաստանի իշխանությունը շարունակում է հերքել։ Մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբեք։ Ադրբեջանում մեծ համայնք են ստեղծել, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներն իրենց վերադարձի իրավունքն են արծարծում միջազգային ատյաններում, անգամ ՄԱԿ-ի փաստաթղթերում են հասցրել ամրագրել 300,000 թվի մասին, բայց որտեղից սկիզբ առավ այս թիվը։ Խնդիրը շրջանառության մեջ է դրվել 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, 2 ամիս այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախ ճանաչել է Ադրբեջանի մաս։ 2023-ին Արցախի օկուպացումից հետո Ադրբեջանը պետական մակարդակով 100,000-ավոր քաղաքացիների Հայաստանի տարածք վերադառնալու մասին էր խոսում, անգամ չնշելով Հայաստանի Հանրապետություն ձևակերպումը։ 300,000 թիվը հստակեցրեց Ալիևը Ռոսիա 24-ին տրված հարցազրույցի ընթացքում։ Հայաստանից 80-ականների վերջին 90-ականների սկզբին արտաքսված 300,000 ադրբեջանցի փախստականների համայնքը պաշտոնապես դիմել է Հայաստանի կառավարությանը, որպեսզի իրենց համար ստեղծվեն վերադարձի եւ վերաինտեգրման պայմաններ։ Երբ թիվը սկսեց շրջանառվել ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական մեդիատիրույթում, խոսվում էր անգամ 300,000-ից մեծ թվերի մասին։ Բայց արդյոք 1980-ից 90-ականներին Հայաստանում այդքան ադրբեջանցի է եղել։ Թվերը ոչ մի կապ չունեն իրականության հետ, որովհետև խորհրդային Հայաստանում 89 թվականի մարտահամարի տվյալներով ընդամենը 84,000 ադրբեջանցի ապրել, իսկ խորհրդային Ադրբեջանում նույն մարտահամարի տվյալներով հայերի թիվը գերազանցում է 390,000-ը։ Նախ թիվ են հայտարարում, հետո փոխում թվերը, ապա փափուկ ուժով նման թեմաները հրամցնում են հասարակությանն այնքան, մինչև մարդկանց համար մի օր սովորական է դառնում խոսույթը։ Անընդունելի այդ ճանապարհի սկզբին ենք, ահազանգում են փորձագետները։ Սկսել են առևտրի ոլորտից, նավթամթերք, ցորեն, շինանյութ, հասարակ տնտեսական ու պարենային ապրանքներ են, չէ՞։ Իրենք ադրբեջանական ներկայության տնտեսական միջավայրն են ձևավորելու աստիճանաբար։ Եվ մենք դա տեսնում ենք, ինչպես նշեցի, այդ իբրև թե հայ-ադրբեջանական տնտեսական կապեր ասվածով, եւ սա լինելու է իհարկե դրվագներից մեկը, որովհետեւ զուգահեռ այլ տնտեսական այսպես պրոցեսներ կծավալեն, որոնց միջոցով ադրբեջանական ներկայությունը Հայաստանում փափուկ ուժի աստիճանական տրամաբանությամբ կդառնա ավելի ու ավելի շատ։ Առնվազն այս փուլում խոսքը ֆիզիկական տեղափոխության մասին չէ։ Տնտեսական բաղադրիչն է ընտրվել մարդկանց ադապտացնելու համար, բայց տնտեսությունը միակ բաղադրիչը չէ, այն մեծ համակարգի մի մասն է։ Բնակեցման այդ տրամաբանության մեջ դիտարկում են ամբողջ կոմպլեքսի ձևավորում, որը բնականաբար իր մեջ ներառելու է տնտեսական պայմանների ձևավորումը, որում պետք է այսպես կոչված 300,000 ադրբեջանցիները իրենց կենսագործունեությունը ծավալեն։ Շուրջ 1250 օր է Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Ադրբեջանում սկիզբ առած արևմտյան ադրբեջանցիների արշավին, որի վրա միլիարդներ են ծախսվում ամեն տարի, ահազանգում է ադրբեջանագետը։ Փաշինյանի վարչակարգի այս լռության ֆոնին Ադրբեջանում մեծանում է հայատյաց սերունդ, ում սովորեցնում են Հայաստանն իրենց պատմական հողն է, որտեղից իրենց քշել են իրենց ձևակերպմամբ ֆաշիստ ու նացիստ հայերը։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։